Այսօրվա խոսքը, որ ուզում եմ փոխանցել, քանի որ ամիսը հռչակել ենք ուրախության ամիս, ով է ուրախ մեր մեջ։ Արիոջ, ասակտար ապեր այսքանից հետո ով ուրախ չի լինի, այսքան փառաբանության մեջ, այսքան օրհնանքների մեջ, հարկ Տիրոջը, Տիրոջ թանկագին ներկայություն ամենամեծագույն ուրախությունն է, սիրելիներ։ Եվ այն խոսքը, որ վերնագրել եմ, հենց տենց էլ կոչվում է, որ Տիրոջ մեջ է իհարկե ճշմարիտ ուրախությունը։ Մենք արտաքին աշխարհի մեջ ինչքան ձեռքբերումներ էլ ունենանք, չէ՞, ինչերով էլ որ անցնենք, ինչ էլ որ մի խոսքով միևնույնն է, այդ ամենը չի կարա փոխարինի Տիրոջ թանկագին ներկայությանը եւ այն ուրախությանը, որ Տերն է դնում մեր սրտերի մեջ։ Ամենը անցողի կա, չէ՞, մենք տարբեր ձեռքբերումներ ունենք, տարբեր ընթացք ունենք, բայց այդ ամենի մեջ, այդ ամեն ձեռքբերումների մեջ, այդ ամենի մեջ մի բան կա, որ հավիտենական է եւ դա Տիրոջ ուրախությունն է մեր սրտերի մեջ։ Երբ որ ես խորհում եի այս падգամի շուրջ, անմիջապես այդ օրինակը իմ աչքերի առջև եկավ հենց Աստծո խոսքից, որ երբ որ Հիսուս իր աշակերտներին արդեն երկու ուղարկում էր, որ գնան ավետարանչության, գնան բժշկելու, գնան դևեր հանելու, չէ՞, տղեկը սենց ուրախ վերադարձան, ինչի, որովհետև տեսան, որ իսկապես Հիսուսի անունով մեծ հրաշքներ ա տեղի ունենում, չէ՞, դևեր են դուրս գալի մարդկանցից, բժշկություններ ա լինում, մեռելներ են անգամ հարություն առնում, եւ իրանք սենց այդ ուրախությունը իրանց սրտի մեջ, այդ ցնծությունը իրանց մեջ, անմիջապես վերադարձան Հիսուսին, ասին Հիսուս, ամեն բան լավ է, ամեն դևեր մեզ հնազանդվում են քո անունով, մի խոսքով, ամեն ինչ հրաշալի է, բայց Հիսուսը մի հատ հետաքրքիր իրանց հայացքը, գիտեք, կտրեց այս երկրայինից, այն ինչ որ իրանք այդ պահին անցել էին, եւ ասեց տղեկ, հələ մի հատ հայացքները բարձրացրեք երկինք, էլի ինչ կլինի։ Գիտեք, Հիսուսը միշտ ձգտում է մեր հայացքը մեր իրավիճակից կտրի եւ մեր հայացքը ուղի երկնային հավիտենական բաների վրա։ Լավ է որ ստեղ նվաճումներ ունենք, լավ է որ ստեղ ուրախություն ունենք, ցնծություն ունենք, տարբեր առիթներ ա լինում, մասնակցում ենք, ուրախություն կա, փառք Տիրոջը, բայց սրանք ժամանակավոր բաներ են, սիրելիներ։ Եվ Հիսուսը հենց այդ նույնն է անում աշակերտների հետ, ասում է տղեկ, հələ մի հատ ձեր հայացքը վեր բարձրացրեք, էլի ինչ կլինի։ Եվ ուրախացեք այն ուրախությունով, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Դուք փրկված եք, հավիտենական կյանք եք գտել, սա է ճշմարիտ եւ հավիտենական ուրախությունը, սիրելիներ։ Այսինքն այն ժամանակավոր նեղությունները, այն դժվարությունները, որով մենք ամեն մեկս էլ մեր ձևով, մեր ընթացքի մեջ ունեցել ենք ու ունենում ենք հաճախել, Հիսուս ասում է մի հատ լսի, մի հատ հայացքը վեր հառնի դեպի երկինք, էլի։ Հիշում եք, երբ որ Պետրոսը ջրերի վրայով քայլեց ու Տիրոջն էր տեսել, ինքը ոգևորվել էր, ասեց Տեր, եթե դու ես, ասա հելնեմ քայլեմ, ես էլ գամ դեպի քեզ, ու ինչ ասեց Հիսուսը, չկոտրեց, ասեց հելի քայլի, հելավ Պետրոսը, չէ, հավատքով սկսեց քայլել ջրերի վրայով, ինքը իր վրա զարված է, ասեց ես ինչ եղավ, այ մարդ կարա ջրերի վրայով էլ քայլի։ Ոյ քեզ։ Ու հենց այդտեղ իր հայացքը Հիսուսից կտրեց, նայեց իրան, ընկղմեց։ Ուրախությունը տվեց ձեռից։ Այ, բայց Տիրոջ քաջալերանքն ամեն մեկիս կյանքի մեջ, որ երբեք քեզ չնայես, իրավիճակից չնայես, լսի, թող քո ամբողջ այդ մղումը, քո հայացքը ուղղված լինի Տիրոջ վրա, կառուցված լինի Տիրոջ խոսքի վրա, որ տունդ կառուցես վենի վրա, որ վենի վրա կառուցես, չէ, այդ ուրախությունը հավիտենական է լինելու, հասկանում ես, ջրերն էլ կգան, փոթորիկներն էլ կլինեն, բայց քո տունը տեղից չի շարժվի, հասկանում ես, ամբողջ պատգամի էությունը սրա մեջ ասելներ, որ քո ուրախությունը հարատև կլինի, քո ուրախությունը հավիտենական կլինի, եթե քո տունը կառուցես Քրիստոս վենի վրա,
Եվ հայացքդ միշտ պարզած լինես դեպի Տերը։ Անորենի ամբողջ նպատակն է տասելներ։ Մեր թշնամու նպատակն է տա, որ մեր հայացքը Աստծուց հեռացնի, մեր հայացքը խոսքից հեռացնի, հասկանում ես, մեր ժամանակը գողանա, ունայն բաների մենք սկսենք նայել։ Ոնց որ Եդեմի պարտեզից, հետի սկսվեց Եդեմի պարտեզից ելներ, որ կարացավ Եվայի հայացքը գողանա, հասկանում եք, միտքը գողանա, ինչ որ նա գողն է, հասկանում եք սելներ։ Եվ ուզում եմ մեր ուրախություն, ինչ կա աստվածային քո կյանքի մեջ։ Գողին չի համար է գալի, գողանալու չէ։ Ինչ կա քո կյանքում աստվածային, ինչ պատուղներ կան, ինչ լավ բաներ կա, էլի։ Երջանկություն ունես, ուրախություն ունես, սեր ունես, խաղաղություն ունես, առողջություն ունես, լավ ընտանիք ունես, ֆինանսներ ունես, ինչ ունես։ Ինչ կա։ Հոբի կյանքից ինչը ուզեց գողանա սատանան։ Ինչ էր գողանում։ Ամեն ինչ լսի։ Ասում եմ գողը չի գալի, որ մեր տունը սարքի։ Գողը գալիս է գողանա, սպանի եւ կորուստանի դեպի գեհեն տանի, լսեք։ Այնտեղը, որ իր համար է պատրաստված, ինքը մեզ ուզում է իր փոխարեն տանի գեհեն։ Հասկանում եք սերներ։ Եվ մեր ամբողջ ուշադրությունը, մեր ամբողջ նպատակը, մեր ամբողջ ուղղվածությունը, չգիտեմ, մեր սևեռումը, մեր կենտրոնացումը պիտի լինի Քրիստոս անձի վրա։ Որպեսզի մեր հայացքը անօրենը չփորձի կտրի աստվածային բաներից։ Փառք Տիրոջը։ Ես մի քանի կետեր եմ առանձնացրել իմ մոտ, հիմա միասին հեսա գնայինք այդ տեղերը, Աստծո խոսքով էլ փորձենք մի հատ հասկանանք։ Առաջի կետը, որ առանձնացրել եմ, ուրախությունը գալիս է Տիրոջ ներկայությունից։ Երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, չէ՞, նայ, պաշտամունքից առաջ, միջև որ պիտի գայիր, մտածում ես, էսա կգնամ, երբ որ Տիրոջ ներկայությունը կգա, պապայից ես կխնդրեմ, կասեմ, մեկ էլ հենց գալիս ես, ըստե, Տիրոջ ներկայությունը գալիս է, ամեն ինչ մոռանում ես դու։ Ինչ պետք է խնդրեի, մոռանում ես լրիվ։ Որտե վայելում ես իր ներկայությունը, այդ ուրախությունը լցնում է սիրտդ ու հոգիդ։ Տեր ջան, քեզ եմ ուզում քեզանից, այլ բան չեմ ուզում, սա հարցերս պատասխանված է քո ներկայության մեջ, որովհետև միջև այդ էս խառնաշփոթեր, ինքան բաներ կասեց, ասում ես, ոնց պետք է անեմ, ինչ պետք է, հենց Տիրոջ ներկայությունը գալիս, արդեն դու գիտես ինչ պետք է անես, ոնց պետք է անես, ում հետ ոնց պետք է վարվես, այդ ներկայությունը իր հետ բերում է այդ ուրախությունը, խաղաղությունը, սերը, խնդությունը։ Ու վերջ, ու դու սկսես վայելել, ու վերջ, ասում ես էսի վերջն է, всё, պապել բան չեմ ուզում, ոնց որ աշակերտները, չէ, այլակերպության լեռան վրա հենց վայելեցին, այդ ներկայությունը առան, ասին Տերել մեզ տեից պիտարելի, արի վրա սարքենք, մեր համար տաղավար սարքենք, ստե մնանք վերջ, ու վերջ, տեղ ենք ասե արդեն, ասես տղենք բանդե ժողովուրդ կա, ինչ պետք է անենք, գնանք, որ իրանց էլ պատմենք, իրանք էլ ապաշխարության դառնան Աստծուն։ Ես երբ որ Տիրոջը վայելեցի, ասի պապ, եթե էսի այնքան էի վայելի, ասես մոմի նման հալվել էի, ասի պապ, եթե էսա ես էլ բան չեմ ուզում, ինձի տուն տար։ Երկինք տարել չեմ ուզում, Տեր, եթե էսա, ես մի վարկյան չեմ ուզում երկրի վրա մնանեմ, որ։ Ասի ինձ տուն տար։ Ասես տղեць, գործ ունենք անելու շտապում ես։ Փառք Տիրոջը, երբ որ ինքը գալիս է, մեր ուրախությունն էլ անգնում տեղը, սերն էլ, խաղաղությունն էլ, համբերությունն էլ, ամեն բան իր տեղերում է հայտնվում ուղղակի։ Գոհություն Աստծուն, իր թանկագին ներկայության համար։ Եվ կուզեմ Աստծո խոսքով էլ մի հատ տեղ նայենք հիմա, Սաղմոս 16-ի 11-ը, չգիտեմ Հովսեփը կօգնի մեզ այդտեղ, Սաղմոս 16-11, Սաղմոսներից 16-րդ Սաղմոս 11 խոսք, կուզեմ այդտեղը մի հատ հիմա ընթերցեմ բոլորիս համար, այսպես է խոսքը, դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը, ինչի քո առաջ ուրախությունների լիություն կա, իմանում ես, ասում քո առաջ ուրախությունների լիություն կա, այդ կյանքի ճանապարհը, որ մենք ոնց որ եղբայրս ասես մենք դուրս ենք եկել A կետից, պետք է գնանք B կետ, այդ ճանապարհին ուրախությունների լիություն կա։ Այսինքն այնքան առիթներ ունենք ուրախանալու։ Եղբայրս հատ թվարկեց, չէ՞, այն լույսը որ բացվեց։
Այն աղոթքաժողովին, որ ես եկա, երբ որ եկա այս պաշտամունքի ընթացքում, երբ որ օրվա մեջ էլի բաներ եղան, չէ՞, Տերը միշտ ցած առիթներ է ստեղծում մեր համար, որ մեր կյանքը իրանով գեղեցկացնի, իրանով լցնի, իր ուրախությունը մեր սրտի մեջ ավելի բեր կրի մեր սիրտը, իր թանկագին ներկայության մեջ, որ այդ ուրախությունը մեր վրայից չգնա։ Ինչքան հաճելի է, չէ՞, որ մեկի հետ խոսում ես ու այնց ուրախ է ինքը։ Իսկ իմ համար հաճելի է։ Ո՞ւմա հաճելի տաղմաս մարդ են, ասես ունքերը կախս։ Ուզում է հետ երկու վերախոսած, չէ՞, պիտեսա։ Չես տրամադրվում, բայց երբ որ մեկի դեմքին շփիտ կա, չէ՞, անկախ քեզանից ուզում ես այդ մարդու հետ շփվես, որովհետև զգում ես ինչքան դրական լիցքեր ա գալի իրանից քո կյանքի մեջ։ Այդ դրական լիցքերը ումից են, Տիրոջից, Տերից է։ Այդ աշխարհի մարդը չէր հասկանում այդ, գիտեք, չէ՞։ Ինքը չի հասկանում։ Այդ ձեռքբերումները, այդ շնորհները ինքը որ ունի, այդ որտեղից է իր կյանքում։ Ինքը չի հասկանում այդ ժողովուրդ։ Բայց երբ որ դու շփվում ես այդ ուրախ մարդու հետ, դու զգում ես այդ ուրախությունը եկավ սրտիդ մեջ։ Ինչ հա, այստեղ ոնց հա գրած, դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը, քո առաջ ուրախությունների լիություն կա եւ քո աջ կողմը քաղցրություններ հավիտյան։ Օ հալելույա։ Այսինքն այս ուրախությունը էդի քիչ է էլի, որ մի հատ էլ պիտի այն քաղցրությունն է ճաշակես։ Օրհնյալա Տեր, ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է։ Հալելույա։ Եվ այդ քաղցրությունը ժամանակ առ ժամանակ նաև մենք մարմնավորապես էլ ինչ որտեղ այդ քաղցրությունից ճաշակում ենք, չէ՞, ինչքան լավ ալն, օրինակ քրիստոնեքունս վերջում, չէ՞, մեկ էլ դեն մենք քաղցրացնում ես, այ մարդ։ Տերը դրել է սրտի մեջ, գցել է սիրտը քրոջ, ասել է կտանես մի հատ գաթա կբաժանես իմ բալեքին, թող այդ օրը քաղցր ձևով, ասեց հա այսօր։ Լսի, սրանք ճիշտ է մարմնի հետ կապ ունեցող բաներ են, բայց հաճելի է, լսեք։ Այդ հյուրասիրությունը այդ որտեղից է, պապայից է լրիվ։ Դու գիտես այդ որտեղից, այդ հոգ որտեղից եկավ քո մտքի մեջ, որ անես, այդպես մի լավ բան անես։ Տիրոջից լսեք։ Ասում ամեն կատարյալ տուրք բարի պարգև Տերիցն է, լսի։ Չիմանաս քեզանից է, չէ։ Քեզանից չի, Տիրոջից է։ Այդ ամենի փառքը իրանն է։ Ինքն էլ անում է, որ փառավորես Տիրոջը, որ այն մարդիկ էլ որ ուտեն էդի հյուրասիրվեն, էլի փառք տան Տիրոջ, փառք ես Տեր Աստված։ Էս ինչ լավն ես, էլի պապա ջան, Տեր ջան։ Օրհնյալ է Տերը, փառավոր Աստված։ Երկրորդ տեղը, առաջի տեղը ուրախությունը գալիս է Աստծո ներկայությունից եւ ուրախությունը որպես հավատքի արդյունք։ Հավատքը մեզ տանում է դրա մեջ, թե չէ։ Երբ որ հավատացիր Տիրոջը, հավատքով լցվել ես, զորացել ես, եւ ինչ անում, այդ ուրախություն ա բերում քո սրտի մեջ։ Գիտես ինչի՞։ Որտեւ այն լավը զգում ես արդեն, այդ լավը տեսնում ես, զգում ես շոշափելի հոգուց մեջ առնել այդ ամենը ուղղակի։ Սա Տիրոջ ներկայությունը սիրտդ ուրախությամբ է լցնում եւ հավատքդ էլ ավելի զորանում է Տերով։ Որտեւ գիտես, որ ում ես հավատացել։ Որտեւ գիտես, որ ուրախության աղբյուրը Տերն է։ Ինքն է լցնում սիրտդ ուրախությամբ։ Ժամանակավոր բաները չէ, որ մեզ ուրախացնում են, լսեք, դա ժամանակավոր բաներ են։ Բայց այն ինչ որ հավատքով Տերը դնում է սրտիդ մեջ, սա է ճշմարիտ ուրախությունը։ Երբ որ մենք մեր վստահությունը դնում ենք Աստծու վրա, նրա Սուրբ Հոգին մեզ տալիս է ներքին ուրախությունը, որ մենք հաղթահարենք կյանքի բոլոր դժվարությունները։ Հալելույա։ Գիտեք, այստեղ ես նշել եմ, որ անպայման վկա եմ, երբ որ Սեդայի հետ մենք ամուսնական կապով կապվեցինք, հոգևոր հարսանիք եղավ, ամեն բան նորմալ, բայց արի ուտեց, որ մենք զավակ չունեինք։ Մեր միությունը
պտղի կարիք ուներ, պտուղ, որ մենք պտուղ ունենանք, մենք զավակ ունենանք, այսինքն եղել է, որ պահի տակ տրտմել ենք, բայց մի բան, որ իմ աչքերի առաջ է մինչև հիմա, որ մենք հավատարիմ ձևով, ուրախ ձևով ծառայել ենք Տիրոջ տան մեջ։ Ու էդի մեզ չի կարացե կանգնեցնի ուղղակի, որովհետև անդադար Տերը իր ուրախությունը լցրել է մեր սրտերի մեջ։ Մենք սենց անմոռաց ձևով ծառայել ենք Տիրոջ տան մեջ, փառաբանության մեջ, ծառայել ենք Տիրոջը իր զավակներին։ Ու Տերը երկար սպասեցնել չի տվել։ Փառք Տիրոջ, հիմա 3 բալիկանոց երկրաշարժ է մեր տան մեջ։ Կոպիտ եմ ասում եմ, որ տղա եմ ուզում, որ դիմանա։ Իրանք շատ աշխուժ են, ամեն մեկը իր տեղը, փառք Տիրոջը, գոհություն Աստծուն, որ այո, երբ որ այդ ուրախությունը մեր սրտի մեջ էր, մենք հավատքով ավելի զորացանք ու հաստատվեցինք Տիրոջ ճանապարհների մեջ, եւ դա օգնեց, որ մեր ծառը պտղաբեր դառնա, փառք Տիրոջը։ Երրորդ բանը, որ կուզեմ ուրախության հետ կապված ասել, գրված է Նեհեմիա 8-րդ գլխի 10-րդ համար, ով ջան, խնդրում եմ դնես Նեհեմիա գլխից 8-րդ գլուխ 10-րդ համար, որտեղ ասում է, որ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Պատկերացնում եք ինչի վրա է ուրախ Տերը, Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։ Այսինքն Տերը ուզում է ամեն մեկից ինչպիսին տեսնի, զորավոր, զորավոր։ Պարզվում է ոչ միայն այդ ուրախությունը մեր սրտի մեջ է, պարզվում է այդ ուրախությունը նաև մեր պապայի սրտից է գալիս։ Իմանում եք, իր ուրախությունը մեր զորությունն է, որ մենք ամեն մեկս կայացած ու զորավոր լինենք մեր այս երկրային ընթացքի մեջ թեկուզ։ Միջև որտեղ կհասնենք։ Ինքը մեզ զորավոր է ուզում տեսնի։ Փառք Տիրոջը սրա համար։ Եվ ինքը ջանք չի անում, գիտեք։ Ինքը ջանք չի անում, որ մեզ զորավոր տեսնի։ Ուզում եմ այդ տեղը կարդալ եւ նրանց ասած գնացեք յուղալի բաներ կերեք, խաղցեր բաներ խմեք, բաժիններ ուղարկեք, պատրաստություն չունեցողին, որովհետև այսօրը սուրբ է մեր Տիրոջ համար եւ մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ Աստված։ Շնորհակալ եմ Տիրոջից, որ գիտեք ինքը զորացնող պապա է։ Ու միտեղ գրված է, որ մեր տկարության մեջ Աստված զորավոր է մեր մեջ։ Երբ որ մենք տկարանում ենք, Աստված զորանում է մեր մեջ։ Այսինքն, երբ որ մենք տկարանում ենք, ինչ ենք ասում, ասում ենք, պապա, ես չեմ կարում, ես իմ ուժերից վեր է, դե տկարացած ենք մենք, հասկանում եք սիրելիներ։ Ասում եմ, տղես, աղջիկս, դու տկար ես, ինձ ես վստահել, ինձ ես վստահում, դե թող տես ես ինչ եմ անում արդեն։ Ինքը գործի է խառնվում այդտեղ։ Երբ որ մենք խոստովանում ենք մեր տկարությունը իր առաջ, գնում ենք խոստովանությամբ, ասում ենք, պապա, ես տկար եմ, Տեր, օգնի կարողանամ կանգնեմ այս ինչ տեղում։ Եվ Տերը մեզ ինչ անում, զորացնում է, զորություն է տալիս, որ մենք այդ ամենը հաղթահարենք, դուրս գանք այդ ամենի մեջից, ու մեր ուրախությունը չպակասի։ Օրհնյալ է Տերը։ Եվ իմ մոտ նշել են, որ ասում եմ, գիտես Տերը մեզ թույլ չի տա, որ ավելին փորձվենք, քան մեր կարողությունն է։ Չէ՞ ինքն է ասել այդպես։ Ասում է, ես քեզ քո կարողությունից ավելի փորձության չեմ տանի։ Եթե մի բան ինչի է պահի մեջ, մի բան ինչի ստացվել, մի վհատվի միանգամից, մի ձեռները կախկցի էլի միանգամից ու հանձնվի, չէ։ Հələ մի Տիրոջը նայի էլի։ Մի մոռացի դու ով ես, չէ՞ որ դու Տիրոջ զավակն ես։ Դու Տեր ունես, հասկանում ես, դու մենակ չես։ Ոնց որ եղբայրս ասեց, ահա Տերն ասում է, ահա ես քո հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Ուզում եմ, որ այս խոսքը բռնես ու կարճես այդ խոսքից, էլի ասես, պապ ջան, դու ասել ես։ Ու Տերը սիրում է, երբ որ մենք իր խոստումը իրան հիշեցնում ենք։ Եթե հավատքա ծնում մեր մեջ, հավատքա զորացնում մեր մեջ, որ մենք միշտ ապավինենք Տիրոջը։ Այո, մենք տկար ենք թե չէ։ Չէ՞։
Հիսուսն ինքն ասեց մարմինը տկար է, բայց հոգին հոժար։ Հոգին է զորություն տվող, հասկացի սիրելիս։ Դրա համար պիտի ապավինես ու վստահես Տիրոջը։ Եվ Դավթի օրինակն է շատ հրաշալի, որ Դավիթը Սաղմոսների մեջ ասում է, ինչու ես տրտմածով իմաց, չէ, ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսա։ Ասում է լսինդ հայացքդ վերև հառի, ինչ ես անդադ քեզ նայում է, իրավիճակին նայում, հայացքդ վեր հառնի է։ Հա, իրավիճակ կա, դժվար է, սավուղ ընկել է քո հետևից, հալածում է քեզ, ամեն ժամանակ փորձում է քեզ սպանի։ Հա, կա այդ իրավիճակը, լսի, չենք կարող, մենք երկրի վրա ենք սելներ։ Կան իրավիճակներ, որ անգամ թշնամին փորձում է սպանի։ Չէ, գող ինչի համար է գալիս, գողանա, սպանի եւ կորուստանի։ Կան այդ իրավիճակները, կան։ Այս փառք Տիրոջը, չէ՞ մենք պապան ենք, տեր ունենք մենք։ Ու թող մեր այդ հայացքը միշտ Տիրոջ վրա լինի եւ մեր ուրախությունը չգնա, հասկացեք։ Ստեղ է մեր հաղթանակը հենց։ Մի հատ տեղ էլ կուզեմ հիմա միասին նայենք Հռոմեացիներ 15-րդ գլխի 13 համարը, բայց երբ որ ուրախության մասին խոսում ենք, չենք կարող մի հատ տեղ բացառենք, հենց Ֆիլիպեցիներ 4:4-ի մեջ է խոսում այդ մասին, երբ որ առաքյալը նամակով գրում է Ֆիլիպեցիս եկեղեցուն եւ ասում է ուրախ եղեք 4-րդ գլուխ 4-րդ համար, այսի անգիր, այն որ սաղ անգիր ոնց որ կարանք sense հիշենք, շատ հիշվող տեղ է մի հատ, ուրախ եղեք եւ դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Այսինքն առաքյալ դու Պողոս եղբայր դու բանտում ես ու ազատության մեջ եղողին գրում ես ուրախ եղի։ Պատկերացնում եք այս ժողովուրդ։ Մեկը բանտարկված է ու բանտից նամակ է գրում ազատության մեջ եղողներին, քույր եղբայրներին, ասում է ուրախ եղեք եւ դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Ոնց է, չէ՞, մեկ գնում ես մեկին մխիթարել, մեկ էլ տենում ես դու մխիթարված դուրս եկա այդտեղից։ Գնում ես որ մեկին տենց ուրախացնես, էլի ցրես, մի հատ իրավիճակաբան չես զում, էլի այդ վիճակի մեջ մնա, մեկ է գնում տենում ես սեիք դա քեզ ուրախացնում ուժեն, որ այդ վիճակն է, էլի։ Փառք Տիրոջը, այ տենց Աստված ուզում է որ ամեն մեկի զորավոր տեսնի սերներ, զորավոր Քրիստոսի մեջ։ Եթե չունես, խնդրի, չունես, խնդրի, սկապես։ Գիտեք ուրախությունը եւ պտուղա եւ պարգևա, գիտեք, որոշում այսի։ Ես կարամ որոշեմ ուրախ լինեմ, թե չլինեմ։ Կարամ, թե չեմ կարա։ Ես կարամ էդի որոշեմ։ Ուրախ լինեմ, թե չէ։ Իմ անձի հետ, բանը Դավիթը, ինչ է ասում իր անձին, հրանգա չէ տալի հոգով։ Ասում է, լսի ինչ ես նոթերդ գիտայ տղա։ Հələ մատ երկինք նայ, հələ մատ հիշի ով ես դու։ Այդ քո համար չէին ասում, Սավուղը հազարներին զարկեց Դավիթը 10,000։ Այդ այն հաղթական Դավիթը չես դու։ Հələ մատ հիշի էլի։ Այնենց էլ մենք պետք է անդադար այս խոսքն ամես հիշացնում մեր ով լինելը սերներ։ Դրա համար մեր հայացքը պետք է հառած լինի խոսքին, որ մենք ստեղից կերակրվենք, անդադ զորություն վերցենք, զորություն վերցենք, զորություն վերցենք։ Տշնամին փորձում է իրավիճակներով, ինչ որ բաներով այդ զորությունը մեզանից տանի, էսի է մեր զորության աղբյուրը։ Մենք էլ գանք ստեղ Տիրոջից զորանանք, խոսքով զորանանք, լսեք։ Ինչով հաղթեց Հիսուսը սատանային։ Խոսքով։ Քանի անգամներ, նայ, քանի անգամներ, ինչքան որ առիթ է լինում, ես փորձում եմ միշտ էսի մեր հիշողության մեջ, մեր մտքի մեջ, մեր էության մեջ արթուն պահեմ այս պահը։ Մեր զորությունը Տիրոջից է, մեր ուրախությունը Տիրոջից է, իր ներկայությունից է։ Պետք է լցվես ու զորանաս Աստծո հոգով, որովհետև այդ ուրախությունը հոգու պտուղ է։ Չէ՞ մենք թվարկեցինք, չէ՞ Գաղատացիներ 5-րդ գլխի 22 համարում։ Առաջի բանը սեր, հետո ուրախություն, հետո խաղաղություն, հասկանում եք, սրանք պտուղներ են։ Պտուղներ են։ Իսկ ծառը երբ է պտուղ տալիս, երբ որ այդ ծառը որտեղ է, արմատները ճիշտ տեղ են, չէ՞, ընկած ու ճիշտ տեղից ինքը սնվում է։ Եթե ես Աստծո խոսքից եմ սնվում, այսինքն ճիշտ կերակուր եմ առնում, ես ճիշտ պտուղ կտամ։ Բայց եթե ին հայացքը ուրիշ տեղ է, ես ուրիշ տեղերից եմ սնվում, ես սխալ պտուղներ եմ տալու, ուզեմ թե չուզեմ, լսեք, սերներ։ Ուրիշ ճանապարհ չկա, էս է։
Եվ միտեղ որ կուզեմ նորից եթե զարգացնենք այս ձեր Ֆիլիպեցիներ 4:4-ը, որ ասում է ուրախ եղեք ու դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք, եթե հաստանք Պողոս առաքյալին, Պողոս առաքյալը այս 4:4-ում չի մնում, սկսում է շարունակել խոսքը, տանում է 4:13 խոսքին է հասցնում։ Եվ մի հատ հայտարարություն անում առաքյալը, հայտարարություն, որ հայտնի այսեց ինքը, զորավոր մի հատ խոսք, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ուրեմն առաքյալ, ուրեմն Պողոս, դու այդ ուրախությունը որտեղից ա քո կյանքում էլի, որ ինձ գրում ես, ասում ես ուրախ լինեմ, էդի դու գտել ես էլի ճանապարհը, դու առել ես հայտնությամբ Տիրոջից, էդի որտեղից ա Պողոս, ասում է լսի, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Եթե ես ամեն բան կարող եմ, ով կարող իմ ուրախությունը գողանա ինձանից։ Ու ինչը կարա ինձ տրտմեցնի։ Սովը, տառապանքը, չարչարանքը, ասում է ինչը մեզ կարա բաժանի Քրիստոսի սիրուց։ Ինչը հարցա տալի առաքյալը նորից։ Ինչը կարա ինձ բաժանի։ Ոչ մի բան։ Եվ Հռոմեացիներ 15:13 խոսքը թող հույսի Աստվածը ձեզ լցնի ամենայն ուրախությամբ եւ խաղաղությամբ հավատքի մեջ, որ Սուրբ Հոգու զորությամբ հույսով լիառատ լինեք։ Չգիտեմ ստեղ ոնց է թարգմանությունը, եւ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ եւ խաղաղությամբ լցնի հավատքի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։ Ամեն ուրախությամբ։ Ամեն ուրախությամբ։ Այսքան մեկ ուրախություն էլ կա, բայց ամեն ուրախություն էլ կա, էլ էսի ավելի մեծ մի հատ սպեկտր է։ Ավելի մեծ մի հատ ռեզոն է էսի, որ դու մտածես ու հասկանաս։ Ինչ որտեղ է, որ դու կարիք ունես այդ ուրախության։ Լսի ստեղ է պատասխանը։ Տիրոջ մեջ է քո ամեն հարցերի պատասխանը։ Դրա համար եմ ասում, երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, չէ՞, ամեն հարցերը պատասխանված են։ Դու ուրախությունը տելա տեղ են գնում, դու ամեն ինչ տեղն անգնում են, որ որտեղ պապան եկել է։ Փառք Տիրոջը։ Մեզ ինչ է պետք։ Ներկայություն ապահովենք, թե չէ։ Մենք խնդրում ենք, որ փառաբանությունը երգի, փառաբանի Տիրոջ ներկայությունը գա, որովհետև Տերը բնակված է իր սուրբերի փառաբանության մեջ։ Դու տունն էլ պետք է այդ փառաբանողը լինես։ Տունն էլ պետք է քո առանձին սենյակն ունենաս, քո անկյունն ունենաս, մտնես ու փառաբանես Տիրոջը անդադար, որ Տիրոջ ներկայությունը գա, որովհետև եթե եկավ, սիրտդ ուրախությունով է լցվելու, սիրտդ քաղցրությունով է լցվելու, սիրտդ հավատքով է լցվելու, զորանալու ես Քրիստոսի հոգով։ Հալելույա։ Էս է Տիրոջ զորությունը, որպեսզի մենք առանձնանանք Պապայի հետ, ժամ ունենանք Տիրոջ հետ, աղոթքի ժամ ունենանք, այո։ Ինչա եկեղեցին այսօր 24 ժամ աղոթքի ժամ հռչակել, որպեսզի աղոթքի մեջ լինես, որ հասկանաս ինչքան է կարևորում Տերը սա։ Եթե մինչև հիմա չէիր կարևորել, հավատա, Տերը ուզում է, որ դու աղոթքի մարդ դառնաս։ Որովհետև աղոթքի մեջ զորություն են։ Ոնց է, չէ, որ երբ որ մեր զարյատկեն նստում է, ինչ ենք անում հեռախոսը, դնում ենք զարյատկի, չէ։ Աղոթքն է զարյատկեն է, էլի։ Եթե նստել է էլեմենտները, մի անգամից դի զարյատկի, վերջ։ Զորացի քեզ զորացնող Քրիստոսով։ Խոսքով ես էլի զարյատկի գնացինք խոսքից առ ընթերցանության մեջ, վերջ։ Այսինքն, կարանք մի հատ եզրակացություն անենք, կարանք այդ տեղին հասնենք, մի հատ եզրակացություն անենք մեր մեջ, որտեղ ես ուզում եմ, որ դու որոշում կայացնես այս պատգամից հետո, ինչով պիտի զբաղվես ու ինչ պիտի անես։ Եզրակացություն։ Ճշմարիտ ուրախությունը գալիս է ոչ թե աշխարհի առաջարկած անցողիկ բաներից, այլ Աստծո հետ կենդանի հարաբերությունից։ Հալելույա։ Լավ խոսքեր են։ Փառք Տիրոջը։ Մենք կանչված ենք ուրախանալու ոչ միայն լավ օրերին, այլև դժվարությունների ժամանակ, որովհետև գիտենք,
որ Աստված մեր հետ է եւ առաջնորդում է մեզ։ Փառք ես Տեր, շնորհակալ եմ քո թանկագին ներկայության համար, շնորհակալ եմ քո առաջնորդության համար Աստված, որ քո Սուրբ Հոգին դու ասացիր ես գնում եմ, Հիսուս, դու այդ ձև ասիր, բայց ձեզ մենակ չեմ թողնի, որբ չեմ թողնի, այլ մխիթարիչը կուղարկեմ։ Սուրբ Հոգին, որ կգա եւ ձեր մեջ կբնակի եւ ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության եւ արդարության մեջ։ Փառք Տիրոջը։ Եվ իմ կոչն է բոլորիս, որ փորձենք փնտրել ուրախություն Տիրոջ մեջ։ Երբ կգտնենք այդ ուրախությունը, երբ որ թակենք, մեզ կբացվի, երբ որ փնտրենք, մենք կգտնենք։ Տիրոջ խոսքը կկատարվի մեր ամեն մեկի կյանքում, իր պատգամ, իր խոսքը, որ ինքը ասել է մեզ։ Փնտրեցեք եւ կգտնեք, թակեցեք եւ կբացվի։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Օրհնյալ է Տերը։ Ժամանակ անցկացնենք այո աղոթքի եւ ընթերցանության մեջ։ Գոհանանք Աստծուց անկախ հանգամանքներից։ Օգնելով ուրիշներին ու տարածելով Տիրոջ ուրախությունը։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիներ 5-րդ գլխի 16-18 համարները խնդրեմ Հովսեփին դնի, կուզեմ այդ տեղն էլ մի հատ կարդանք, որ ասում է միշտ ուրախացեք, անդադար աղոթեցեք։ Ամեն ինչում գոհություն հայտնելով։ Կուզեմ դնես առաջի Թեսաղոնիկեցիներ 5-րդ գլխի 16-18 համարները, միասին ընթերցենք։ Միշտ ուրախ եղեք։ Պատկերացնում եք։ Միշտ ամեն ժամանակ այսինքն։ Հնարավոր է այսի։ Միշտ ուրախ լինել։ Չեն ասի ես մարդը գժվել է, այսինչ այլ է սրանան։ Եվ խոսում ես ուրախը։ Հոգսեր ունի, այմար տան վարստը չի կարած է, մուծի է որ։ Այմար ինչ այլ է քեզ, ինչն է ուրախության պատճառը քո կյանքում։ Որ դու գիժ չես։ Ինչ ես ուրախացել այդքան։ Հետի արտաքին բաներից չի։ Այն որ ներսից է բխում, արտաքինը չի կարա դա դադարտ հասկանում եք սերիներ։ Երբ որ դու լցված ես Աստծո հոգով, անկարելի է որ դու պտուղ չբերես։ Որտեվ եթե Տերը գա, դու պտղաբեր կլինես։ Ու մարդիկ կճաշակեն այդ պտուղներից, կճաշակեն։ Կարող հարց է տան, ասեն ես որտե՞ից քո կյանքում։ Իսկ ինչ է էլի որ քեզ ոնց ծալում են, արա ծալվում ես դու, ախպերես։ Ինչ խոսքով ուզում ենք վիրավորել, դու չես վիրավորվում։ Ոնց ուզում ենք ուրախությունը մի քիչ բանանը սթափվես, չի լինում, դու ուրախ ես։ Ինչն է պատճառը։ Դու մեկ էլ պիտի ասես իրանց, թե ինչն է պատճառը։ Ով է պատճառը ավելի շուտ։ Որտեվ ինչ հասել եմ քիչ ինչ, ով է պատճառը ավելի ճիշտ է։ Որտեվ նա որ քո մեջ է, ավելի զորավոր է, քան թե նա որ ես աշխարհի մեջ է։ Հալելույա։ Կարաս էսի հաստատ վստահ ասես էլի։ Նա որ իմ մեջ է, ավելի զորավոր է, քան թե նա որ ես աշխարհի մեջ է։ Եվ այդ ուրախությունը ոչ ոք չի կարող առնի ինձանից, որտեվ դա հավիտենական ուրախություն է իմ սրտիս մեջ, որ ոչ մի բան չի կարող ինձանից առնի։ Խորը մի հատ տեղ է սրտիս տախտակների վրա գրված։ Փառք ես Տեր Աստված։ Շնորհակալություն Աստված, որ ամեն ժամանակ մեզ ուրախ ես անում Տեր Աստված։ Ամեն ժամանակ միշտ։ Միշտ։ Ոչ թե ժամը 1, 2 ժամը 1, չէ, միշտ։ Այդ միշտը հասկանում ենք, չէ՞ ինչ է, հարատև է էդի։ Հավիտենական արժեք է այսի, որ չի կարա ընդմիջում տա քո մեջ։ Կարող է մի պահ սենց, մի վայրկյան սենց, մի ելևեջ, բայց դա չի կարա երկար շարունակվի, որտև Սուրբ Հոգին քո մեջ գործ է անում։
Պատուղա ձևավորում քո կյանքիդ մեջ, քո բնավորությանը մեջ բաներ է փոխում։ Եվ ինձ ու քեզ էլ միշտ քաջալերում ասում եմ, ուրախ եղեք, եւ դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք, որտեվ ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սա էր այն խոսքը, այն պատգամը, որ այսօր ուզում եմ փոխանցեմ մեզ բոլորիս, որ մենք չդադարենք ուրախ լինելուց։ Ընդհակառակը զորանանք Քրիստոսի հոգով, լցվենք Աստծո Սուրբ հոգով եւ շարունակենք ուրախ ընթացք ունենալ եւ այդ ուրախությունից ուրիշներին բաժին հանել։ Պտուղը ինչի համար է։ Այն ծառը, որ պտուղ է տալիս, այդ ծառի համար ախի այդ պտուղը։ Դրսինների համար է, չէ։ Ինչքան լավ, որ դու գնում ես ծառի մոտ, ինչ ես անում։ Առաջինը ինչ ես փնտրում այդ ծառի վրա։ Տերև, թե պտուղ։ Քեզ որն է ավելի շատ հետաքրքրում այդ ծառի վրա։ Պտուղը։ Նենց էլ մեր Աստված այդ պատվական պատկին է սպասում էր ամեն մեկի կյանքում, որ մենք պատխաբեր դառնանք եւ պտուղ բերենք։ Ու երբ որ ճաշակեն այդ պտուղից, փառք տան այն Աստծուն, որ քո Աստվածն է։ Փառավորեն Աստծուն։ Հալելույա։